Ողջույն, սա մաքուր քաստն է։ Մաքուր ապրելու համար մեզ շատ բան պետք չէ։ Պարզապես մաքուր պահենք մեր տունը, մեր քաղաքը եւ մեր հոգեվիճակը։ Իսկ մաքուր քաստի այսօրվա հյուրը Պետրոս Պետոյանն է, մեր շատ սիրելի Երևանի կենտրոն համայնքի թաղապետը։ Ողջույն Պետրոս։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ հյուրընկալվել եք մեզ։ Ձեզ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պետրոս ջան, մենք հիմա գտնվում ենք Կերխերի խանութսրահում եւ առաջարկում եմ 3 բլից հարց անենք Կերխերի մասին եւ անցնենք առաջ։ Պատրաստ եք։ Ասելու եմ տարբերակներ։ Ինչու են Կերխեր սարքերը դեղին։ Տարբերակ առաջին, որ հարևանները հեռվից տեսնեն նախանձեն, եւ տարբերակ երկրորդ մարքեթինգային քայլ ա եղել, որ տարբերվենք մրցակիցներից։ Դե երևի երկրորդը։ Հաջորդ հարցը. Կերխերը առաջինը որ սարքն է ստեղծել աշխարհում։ Գոլորշիով մաքրող սարք, ռոբոտ փոշեկուլ, տաք ջրով բարձր ճշմարտ սարք եւ պատուհան մաքրող սարք։ Մեքենաների լվալու Տաք ջրով բարձր ճշմարտ սարքը աշխարհում առաջինը ստեղծել է Կերխերը։ Եվ երրորդ հարցը, վստահաբար գիտեմ, որ այս հարցին դուք իդեալական կարող եք պատասխանել։ Կերխերը ինչ է լվացել Երևան քաղաքում։ Դե քանի որ հիմնականում համագործակցում են մեր հետ ու մենք գիտենք ինչ են լվանում, վերջերս լվացին Իսահակյանի արձանը, նաև այդ Կարարայի ձեռքերը, կարծում եմ այդ ձեռքերով արձանի կերպարանան փոխությունը ֆանտաստիկ էր։ Կիսում ենք ձեր կարծիքը, մենք այդտեղ ներկա էինք ու Բայց այդ լվանալու եք, թե այդ որ տեսակ։ Դեպքը ոնց տեղի ունեցավ, մենք հոգատարություն իրականում կուզեմ ընդգծեմ այս պահը այս հաղորդման շրջանակներում, մեզ մոտեցավ քաղաքապետարանի մաքրության աշխատակից մի տարիքով կին, ասեց որ շատ խնդրեմ բալես, այն ներքևի ձեռքերն էլ կլվանաք, սևացած է, որ ինքը ես ասացի դուք որ այդքան հոգատար եք քաղաքի նկատմամբ, մենք հիմա կշրջենք մեքենան կգնանք հաջորդ փողոց կմտնենք այդ ձեռքերը լվանալ, բայց մեզանից ոչ մեկ չէր սպասում, որ այդ ձեռքերը իրականում սպիտակ է։ Սենց ասեմ, մենք գիտենք ինքը մոխրագույն ինչ որ, հա, մի քիչ կեղտոտված է, բայց փաստացի ինքը սպիտակ քարից էր։ Շարունակելով ուզում եմ անդրադառնանք որոշակի միֆերի մաքրության մասին։ Օրինակ, ճիշտ է արդյոք, որ տղամարդկանց շրջանակներում կարծիք կա, որ հենց իրենք լվանում են իրանց մեքենան, պարտադիր պետք է անձրև գա։ Միանշանակ ես դրա համար կարող եմ մի տարի չլվանամ մեքենաս։ Մի լվացեք մեքենա, խնդրեմ հատկապես ամռանը։ Առաջարկում եմ երկու դիլեմաների մասին խոսենք։ Դիլեմայի իրավիճակային անվանումը որն է ավելի սարսափելի։ Երբ նոր լվացած մեքենայի վրա կեղտոտում է թռչունը, թե դուք պատահմամբ ձայնային հաղորդագրությունը ուղարկում եք հենց այն մարդուն, ում մասին որ խոսում էիք ձայնային։ Դե հաստատ երկրորդը, որտեղ շատ է լինում իմ այդ տենց աներ։ Եվ հաջորդ դիլեմատիկ հարցը, պատկերացնենք իրավիճակ, որ դուք տրամադրվել եք եւ վերջապես պետքա մաքրեք ձեր ավտոտնակը, որը բավականին աղտոտված է, լիքը գործ կա անելու եւ միևնույն ժամանակ ձեր ընկերը, ով մի պատմությունը պատմել է արդեն 10 անգամ, շարունակում է 1000-րդ անգամ այդ պատմությունը պատմել։ Ո՞րն է ավելի սարսափելի։ Երևի երկրորդը, քանի որ ավտոտնակ չունեմ, այդ պատմությունները իրականում հիմա այս ծանրաբեռնվածության հետ մարդկանց հետ զրուցելը, որը որ տենց էֆեկտիվ ժամանակից դուրս է գալիս, ինձ ահավոր հունից հանում է։ Ես օրինակ հիմա շատ դեպքերում հեռախոսով խոսալու տեղը ասեմ ձայնային թող, որտեվ ինքը այդ ձայնայինի մեջ դի մտքերը հավաքի ու գոնե օրինակ մինչև մի րոպեանոց voice ուղարկի, դրա համար նույն պատմությունը 10 անգամ լսել չէ։ Ես էլ օրինակ երջանկացել եմ, որ բան են արել, այդ արագացման կնոպկան են ստեղծել ձայնայինների։ Ես ամեն անգամ այդ երկար հաղորդագրությունների ժամանակ օգնում եմ այդ արագացման կնոպկա ստեղծողի ծրագրավորողի միտքը, էլի։ Առաջարկում տեղափոխվենք մի փոքր երևակայական դաշտ, բաներ, որոնք չկան, բայց որ կուզենայինք լինեին։ Տարբերակներով են լինելու։ Եթե Կերխերը կյանքի խնդիրներ լուծող սարք ստեղծեր, ինչ կցանկանայիք, որ այն մաքրեր։ Գնացինք ստրես, երկուշաբթի առավոտներ, վատ տրամադրություն, խցանումներ։ Երևի խցանումներ։ Հայ կախարդական կլիներ, չէ։ Այսօրվա մեր իրականության մեջ երևի խցանումներ։ Եթե գոյություն ունենա Կերխերի ուղեղի փոշեկուլ, որ միտքը առաջինը կփոշեկուլեիք ձեր գլխից։ Երևի վախերը։ Մանկության տարիներին, Պետրոս ջան, ինչ գործ կար, որ չէիք սիրում անել, տնային, կենցաղային, հայրիկի հետ, ինչ գործ կար, որ սիրում էիք անել։ Տեսեք, մեր մանկությունը իրականում բավականին են վատ տարիներին էր ու
այդքան կենցաղային չէր, բայց մեր հարևանները խնդրում էին, որ մենք գնանք իրանց հետ այդ բաներից ճյուղեր, ծառի այդ կտորներ հավաքել վառելու համար ու իրականում արդեն այդ երևի մի 6-7 տարեկան էի ու այդ ժամանակ ինձ տենց շատ տարօրինակ էր էլի թվում, այս ինչի ենք էլի մենք օրինակ ինչ-որ փայտ վառում կամ բայց դից ընդհանուր ուրախ էր, բայց այդ process-ը գնալ, ինչ-որ հասնել մի տեղ, հավաքել այդ ճյուղերը բերել Այդ էր տենց հետաքրքիր, տնային գործեր միշտ արել ենք, որտեղ տենց մամաս շատ երկու եղբայր ենք, հստակ պարտականությունները բաժանված, ամեն ինչ արել ենք։ Կար գործ որ շատ էիք սիրում։ Որ ասում եք ինձ էդի միշտ տվեք, ես էդի կանը, չէ՞։ Բարձա որ չէ, բայց իրականում տենց մաքրության նկատմամբ շատ բան եմ, էլի բծախնդիր եմ։ Մի քիչ արդեն տենց բան ADHD օտեն, որ տենց ամեն ինչ պետք է տեղը լինի բան հստակ։ Այդ կա ու հիմա ինձ թվում է դա նաև տեղափոխվել է այս քաղաքային միջավայր էլի, որ ինձ լիքը բան սկսում է անհանգստացնել, որ կողքինները օրինակ չեն էլ տեսնում այդ։ Հրաշալի է ու մենք դա իրականում նկատում ենք, որովհետև Երևան քաղաքը շատ ձևափոխվել է եւ Երևան քաղաքը եվրոպական շատ երկրներից, որ մենք սիրում ենք այցելել, նկարվել եւ այլն, ավելի մաքուր է, քան իրականում հիմա ես էլ եմ շատ գո, այսինքն այն գովորն է, այն տեմպը, որով որ Երևանը աղտոտվում է, իսկ ինքը աղտոտվում է աննորմալ տեմպով ու աննորմալ ձևի ու այն տեմպով, որով որ մաքրվում է, կարծում եմ շատ գոհացնող է։ Եթե հնարավորություն ունենայիք Կերխերի հետ Երևան քաղաքում որևէ մաքրության աշխատանք կատարեք, բայց դուք պետք է գաք մասնակցեք այդ մաքրության աշխատանքին։ Ինչ կլվանայիք։ Քանի որ մենք այս վերջի 2 տարիների ընթացքում բավականին ակտիվ այդ ավազաշթային լվացումներ ենք անում, արձանների լվացումներ ենք անում, հիմա տենց այս պահին ինչ-որ կոնկրետ բան մտքից չի գալիս, բայց միգուցե կարելի է դիմել մեր բնակիչներին ու իրանց ինչ-որ հուզով, որտեղ շատ դեպքերում այս աշխատանքները տեսնելուց մեկ էլ գրում են ինչ-որ բան, որը իրոք մտքներից չէր եկել, էլի։ Ուրեմն հարցումը հենց այսօր էլ կտեղադրենք ու հետո Պետրոսին կհրավիրենք սիրով մեր հետ մասնակցի այդ մաքրության աշխատանքներին։ Մեծ սիրով։ Իդեալական։ Եվ վերջին հարցը։ Պետրոս ջան, ինչ ունեք Կերխերից ձեր տանը։ Կերխերից մեր տանը չեմ հիշում ճիշտն ասած ինչ ունենք, բայց թաղապետարանում շատ բան ունենք։ Իրականում լավ տեխնիկա ունենք Կերխերից ու շատ հիմա այս վերջերս այս մայթեր լվացող մի հատ սարք ունենք, դե ասեցի այդ ճնշումով լվացող սարքը, որը տենց ցանկացած պահի ոնց որ մեր են բանը լինի, պալեչկը, վրուչալեչկան լինի ու հիմա էլ ենք պլանավորում։ Մենք իրականում երևի գիտեք, մենք այս տարի նաև գնացինք Կերխերի գործարան, քաղաքապետարանի հետ լիքը լավ բաներ, տեսանք դե մեր են մեծ մեքենաներն էլ արդեն քաղաքային տնտեսությունը մաքրում է։ Դրանից մեծ բան չի լինի, ինձ թվում է շատ բաներ կա, որ այս պահին ավելի ֆիքսվում եմ ոչ թե կենցաղային կտորի վրա, հենց հիմա ոնց որ ամբողջ ուղեղը սենց քաղաքային ինչ-որ քաղաքային տան մասին է։ Անընդհատ սենց փորձում ենք ավելացնել, ինչ-որ ավելի շատ բան ունենալ։ Մենք ձեր համար փոքրիկ նվեր ունենք, այդ փոշեկուլը, որ ձեզ հիմա նվիրելու ենք, շատ հայտնի է իր գործառույթային մասով, այն նախատեսված է տան կենցաղում արագ աղբ հավաքելու ձեռքի հարմարավետ փոշեկուլ է, արագ աղբ հավաքելու համար եւ մեքենայի մեջ արագ փոշեկուլ անելու համար, բոլոր անհնարին եւ հնարավոր տարբերակներում դուք իրեն կարող եք օգտագործել։ Շատ մերսի։ Բարով օգտագործեք։ Ապրեք։ Շնորհակալ ենք, որ հյուրընկալվեցիք մեզ, շատ հաճելի էր։ Սպասենք լվացման հաջորդ համագործակցություն։ Այո, ընտրենք տարածքը ու գնանք լվանալու։ Շնորհակալ ենք։